Աստծո, ես շատ վկայել եմ իմ կյանքիս համար ամեն անգամ երբ վկայում եմ ու տեսնում եմ որ այս մարդկային ձեռքը չէր կարա այս ամեն ինչը աներ, փառք իրան, ինքն էր որ այդ հոսից, այդ հարթությունից ես մի անգամ ես մտածում էի, գիտես, երբ որ գլուխս դարձրել էի դեպի դժոխք ու գնում էի այդ անդունդին օրեցօր մոտենալու, մարդիկ կային հետևիցս գալիս էին, մանրից ցախ սկսեցին հետ մնալը, վերջում մնացել էին մերս, կինս, ով որ տեսնում եմ որ իրանք էլ չկարացան, մի քիչ որ ավելի էի խորացե, իրան ձենը գալիս էր, բայց էլ իրանք էլ տեղ չէին կարում կային, որովհետև մտել ես այդ անդունդի ամենախորը տեղերը, սարսափելի մի տեղ է, գիտես, մինակ Քրիստոս էր, որ եկավ իջավ այդ հասակի մեջ, եկավ նստավ կողքս, ինձի հանեց, ինձի բերեց, հաստատեց այդտեղ, որ ես որ էլ պատիվ արեց էր առաջ կանգնած եմ, մեռելի ցարություն, իմ կյանքի մեջն էս մի բաներ եղել, որ պատմեմ, հայել կպատմեմ, որովհետև ամենը իր փառքի համար է, գիտեք, համ հիվանդություններ, համ նարկոտիկ, համ այրա 20 տարի, 17 տարի մինակ ծանր թմրադուտ եմ օգտագործել, համ բերդ, որ նոր անհնար էր, որ ես ընդեղից ազատվեի, այս ամեն ինչի մեջ իր անունը փառավորվի, ու հրաշքի վրա եղե, ես որ մեկ պատմում եմ, կնոջս ասում եմ, դու արի նստի, որ մարդիկ տեսնին, որ իրոք կներեք 1000 անգամ, էլի, ես հավատում եմ, որ մենք հավատացյալ ենք, բայց այնքան մեծ է, որ ասում ես, այ մարդ, վախենում ես ամբողջովին sense պատմում ես, ասում ես, կարող է միտեղ մի հոգու հանգարտ չգայտակղեցնենք, էլի, որ ոնց թե այս sense Տերը կարա, Տերը տենց մի մարդու կյանքի մեջ շատ խորը կարա ու շատերից, գիտեմ, ստեղ ամեն մի նստած ունեք ձեր լուրջ վկայությունները, Աստված օրհնի, այսօր պրոստը մի քիչ սրտիս կա մի փոքր համկենտրոնից խոսեմ, համ էլ մի քիչ խոսքից, ստեղ նայեմ, ճիշտ է, Բերտը մի տեղ էր, որտեղ որ կյանքում էլ ոչ մի անգամ չի ուզենա հետ դառնալ, բայց ամենաբարենպաստ ժամանակն է եղել իմ կյանքի, որ ես Տիրոջ հետ խորը հանդիպում եմ ունեցել, ես միշտ ասում եմ, երբ որ մենք Տիրոջը ուզում ենք տեսնենք, մեր վիճակը այն 0, ոչինչ վիճակին որ գալիս ենք, նոր այդ ժամանակ պարզ սկսում ենք իրան լսելը, հմել եմ ժամանակ առ ժամանակ լսում, բայց ղժու-բժը շատ է, Բերտումն ենք հետաքրքիր էր այդ 0 վիճակի մեջ, այդ ոչինչացած այս վիճակի մեջ ինձ պարզ էի լսում, ես դեմ նստած խոսում էի Տիրոջ հետ, ու ամեն մի իր խոսածածը կենտանի էր գործող, ես որ իմ կյանքիս մեջ այդ ամեն ինչը կա, ինչ որ խոսացել է իմ կյանքիս մեջ ու գնում եմ սենց առաջ, փառք Աստծո։ Վերականգնողական կենտրոնն էլ ինքը մի տեղ է, որտեղ որ ոչ թե մենք բարեգործությունով ենք զբաղված, ճիշտ հասկացեք, մեր գործը ինչ որ են մենք ամենաբարին է, որովհետև դեռ Տերն է գործում, Տիրոջից բարին էլ չկա, բայց աչքի նայածով մենք չենք ուզում օրինակ լինենք մեկ, որ կարևորը մարդիկ տակտեղ քնեն, կարևորը մարդիկ կուշտ լինեն, այս մասին մենք չենք մտածում, կարևորը մարդը նարկոտիկից պրծնի, կարևորը մարդը խմիչքից պրծնի, սրանք սաղ սատանայից մեծ սուտ են ու շատ տղաներ դաժեկան, երբ որ մեր մոտ գալիս են, իրանք կարևորում են, որ նարկոտիկից պրծնեն, կարևորում են, որ խմիչքից, մնացածը գազալս իրանք մտածում են, որ ինքներս կանենք, այսի ամենախայտարակ վիճակն է մարդու, որովհետև մարդն որ արարվել էր, որ արարչությունը շարունակվեր, Աստվածաշունչը կարդալու ժամանակ մենք տեսնում ենք գրված է, ասված ասում է «И сказал Господь, создам человека по образу и по подобию». Ու երբ որ ասում է «И создал Господь человеку по образу», подобիան մնաց, obrazը կար, подобիան ձևավորվի պետք է, այն դեպքում երբ որ Սուրբ Հոգին մեր մեջ ապրի, ինքը կձևավորի մեզ երկնքի համար, այսինքն մենք այս երկրի վրա ապրում ենք, որ երկնքի համար ձևավորվենք, ու այդ լինելու է մինակ մի դեպքում, երբ որ ինքը Սուրբ Հոգին մեր մեջ ապրի, ու ինքն է որ մինակ կարող մեզանից ձևավորի երկնքի քաղաքացիներ կամ ոնց որ հասկանանք, Աստված օրհնի ձեզ։ Հիմա նայեք, ինչ եմ ես տեսել ամենի մեջ, երբ որ մարդը կարևորում է ոչ ավելի կարևորը, ու ամենակարևորը մենք Քրիստոսին ունենանք։ Մեր կենտրոնի մեջ ես մի անգամ որ աղոթում էի, շատ կարևոր էր, ես շատ եմ լսել վերականգնողական կենտրոն, Rep Center, ու մարդիկ ասում վերականգնվեն, գան վերականգնվեն։ Ես հասկացա, որ մենք մի ծառայության մեջ ենք, որտեղ որ պետք չի որ մարդը վերականգնվի,
որովհետև այս մարդը վերականգնվեց թե չէ, իրան կթվա ինքը լավ է, հելնելու է նորից էստա իր կործանման ճանապարհը բռնի, թեկուզ եւ ինքը կարող է հաջողվի ֆինանս ունենա, հաջողվի ինչ որ միտեղ, չգիտեմ, մի քանի բաժինների մեջ վերականգնողական կենտրոն մենք հասկացել ենք ասենք ինչ որ աղոթից արել եմ, վերականգնիր հարաբերությունները Տիրոջ հետ։ Մեզի վերականգնվել պետք է, մեզի վերականգնել է պետք մեր հարաբերությունները մեր Տիրոջ հետ։ Մեզի իր հետ մեկանալ է պետք։ Մի հատ աղբերներից մեկն ասում է, պապիրոս նոր թարգում եմ, ատամներս թուլանում է, ասում եմ, ես օրակաձեմ Գարադոկը մոտ էր մեզի Նավասիբիսկում շատ լավ գիտնականների հետ եմ շփվել, կենսաբան, բժիշկ, գիտես, ասել են որ, գիտես, մարդիկ երբ որ թարգում են, կարա մի մոմենտ ատամները թուլանա, բայց հետո կձգվի, էլի, այսինքն տակից արուն մարուն կա, գիտես, բայց ես չփորձեցի դες բացադրեի։ Ես ուրիշ ձևի եմ ասում եմ լավ է 36 ադամով դժող գնաս, թե առանց ադամ դրախտ հասնես։ Ինչին ես ուշադրություն դարձնում, եթե Տերն ասում է աչքդ կգայթակղի, ձեռքդ կտրիքից կողքի։ Մենք մեկ-մեկ անկարևորն ենք կարևորում։ Մենք պետք է հասկանանք, ես երկրի վրա ենք տուն գնալու։ Եթե մեր հավատքի մեջ չկա հավիտենություն, մենք ուրեմն ստից տեղն ենք հավատում։ Մեր հավատքը Քրիստոս ու հավիտենություն է։ Քրիստոս եւ Քրիստոսով հավիտենություն։ Փառք իրան, իրարից չես կարա բաժանես։ Հենց բաժանում ենք աղանդ է դառնում։ Այո, ինքն եկել է մեզի երկինք տանելու, մեր հավիտենության մեջ տանելու։ Դրա համար նորից ուզում եմ մի կարևոր բաժին խոսեմ, որ նոր ես եմ հասկացել ու հավատում եմ երկնքից եմ արել, ամենակարևոր նոր ինքը գա ու իրական կլինի։ Հայր մեր աղոթքի մեջ ասում է «Да придет царство твое, да будет воля твоя»։ Թող գա քո թակավորությունը, քո կամքը լինի։ Այո, էսի մեր նպատակը պետք է լինի, ես դες իմ նպատակն է։ Ամեն օր իր թակավորությունը գա ու իր կամքը լինի։ Ես ամեն անգամ աղոթելուց խնդրում ու ասում եմ Տեր կյանքիս ամեն բնակավարում դու թակավոր ես։ Իմ ընտանիքի մեջ, ես բիզնես ունեմ, բիզնեսի մեջ, ես ծառայություն ունեմ, ծառայությունների մեջ, ինչի մեջ ես որ ոտքս դնելու եմ, ուզում եմ դեռ մենակ քո թակավորությունը եւ քո կամքը, որովհետեւ աշխարհը լիքը առաջարկներ ունի։ Առաջարկներ կան եւ ընտանիքի մեջ, առաջարկներ կան ծառայությունների մեջ, ինձ ծառայություն է եղել, դաշը որ երբ որ առաջարկել են, շատ լուրջ ծառայություն էր ինքը, շատ լավ ծառայություն էր։ Մենք էլ գայթակղիչ էր, դաշը ինձ առաջարկվում էր, որ մենք քո ֆինանսական հարցերը կլուծենք, որ դու չաշխատես, որ սա ավելիով տաս քեզ ծառայությանը։ Ես էլ այդ ժամանակ վարձով ապրում էի, դժվարություններ ունեի, գիտես, բայց ես կանչված չէի այդ ծառայության համար։ Ես կանչված եմ մի ուրիշ ծառայության համար։ Ես 100% գիտեի, որ ես կանչված եմ այս ծառայության համար։ Ու ես երանալի մարդ եմ, որ ես իմ կանչվածության մեջ եմ, որովհետև ամենամեծ բավականությունը մենք ստանում ենք այն դեպքում, երբ որ մենք մեր տեղը գտնում ենք, երբ որ այդ տաճարի որպես քար մենք մեր տեղն ենք դրվում։ Փառք իրան այս ամենի համար։ Ու ես իրոք երանելի մարդ եմ։ Երանելի մարդ եմ, իմ տեղում եմ, այնտեղում եմ, որտեղ որ ինքը գործում է։ Ես 91 Սաղմոսը 90 ռուսերենով երբ որ կարդում էի, շատ լավ աբիտավանիներ կա, խոստումներ կա այնտեղ 1000-ը մի կողմից կընկնի, 10,000-ը մյուս կողմից կընկնի, մենք այնտեղ տեսել ենք, որ язва не приблизится и стрели летающие, բայց ամենակարևոր բաժինը առաջի երկու ստիխի մեջ է։ Բարձրալի տակտկոցի տակ բնակվողը եւ մի հատ էլ շատ կարևոր բան իր վրա հուսացողը։ Այդ սաղ մնացած խոստումները այն մարդկանց համար է, որ այս երկուսի մեջ կա, երբ որ մենք ճիշտ տեղում ենք եւ իր վրա ենք հուսացած։ Այդ ժամանակ նոր այս խոստումները մեր կյանքի մեջ մենք տեսնելու ենք։ Փառք Աստծո։ Պայման հետո նոր մնացածը։ Եթե Տիրոջ պայմանի մեջ չենք, եթե Տիրոջ ծածկոցի տակ չենք ու սպասում ենք, որ մեզ պետք է մի բան չլինի ու այս սաղ խոստումները մեզ համար ինձ թվում է հորինել ենք, որովհետեւ մենք քրիստոնեության մեջ շատ բան կարող ենք հորինենք։ Կարող ենք կրոնական դառնանք, ես իմ մասին եմ խոսում, ժամանակ առ ժամանակ բռնացնում եմ, որ ես կրոնական եմ դարձել, առավոտ 6-ին հելա աղոթեցի, 3-ին աղոթք ունենք, սենց ու մեկ է տեսնում ես, որ այս ամեն ինչը արդեն դարձրել ենք ավտոմատի ենք դրել, էլի, ու ժամանակ կա, որ Տերը կարող է մի ուրիշ բան է ուզում անի, բայց դու կրոնական ինչի համար եմ փառք տալիս Աստծուն ավելի շատ, որ ես վերականգնողական կենտրոնը ծրագիր էլ չունի։ Մենք ծրագրով չենք, շատերը ինձ սկզբից ասում են դու ես ինչ ես մտածում, առանց ծրագիր ո՞նց ես տանելու։
Ես ասում եմ, ով որ ինձ առաջնորդում ենք ծրագիրն ունի։ Մենք օբշի գլոբալնի հասկանում ենք։ Ես նպատակն էլ գիտեմ մենք ինչ ենք անում։ Մեր այսօրվա մեծ նպատակն է վերականգնողական կենտրոնի ծառայության, որ այս մարդկանց բերենք հասցնենք եկեղեցի։ Էս է։ Նրանից հետո եկեղեցին իր մեծ գործը կանի այս մարդկանց կյանքի մեջ։ Ընդեղ էլ փառավորվի իմ Տիրոջ անունը, մեր Տիրոջ անունը։ Ամեն։ Ու երբ որ Մամիկոն աղբերը շատ լավ է ասում, ամեն անգամ չեմ կարում չհիշեմ, էլի, ասում էր, էսի վերակենդանացման բաժինն է, ասում եմ, վերակենդանացնում տալիս ենք հիվանդանոցին, էսի շատ լավ, նենց իրոք խորը բան կա սրա մեջ, մենք փորձում ենք վերակենդանացնելուց հետո ճիշտ տեղ հիվանդանոց տանք, թե չէ մենք որ փորձում ենք մեր մոտ բահենք, ավելիով կարող է լճացում մեղնի ու կարող է հետ ճիշտ տեղում չլ, մենք ինչ գիտենք Տեր այդ մարդու կյանքի մեջ ինչ ծրագիր ունի։ Մենք չի որ մարդկանց կյանքերի մեջ պետք է ծրագիր ունենանք։ Փառք Աստծո։ Ուզում եմ էլի նորից այդ դառնամ այն մտքից, որ նոր ուզում եմ ձեր հետ կիսվելու Պողոս Արաքյալը շատ հետաքրքիր ձևի է խոսում Կորինթացիների երկրորդ գլուխ, առաջի Կորինթացիների երկրորդ гluх, ուզում եմ կարդանք երկրորդ խոսքից. «Ибо я рассудил быть у вас, не знающие ничего, кроме Иисуса Христа и притом распятого. И был я у вас в немощи, и в страхе, и в великой трепете. И слово мое не правде моя, и проповедь моя не в убедительных словах человеческих мудрости, но в явлении духа и силы». Այսինքն, երբ որ մենք տեսնում ենք, որ այս ամենը մեզի հավատացյալներից համար իրական է, որ կա հոգի ու Սուրբ Հոգին Աստծուց երկնքից, ով որ ինքը պետք է մեր կյանքի մեջ թագավորի, կառավարի, ումով որ պետք է մենք ծառայենք, առաջ գնանք։ Ես ամեն անգամ վերականգնողական կենտրոնի մեջ ներս մտնելուց դրա դեմը փորձում եմ կանգնեմ, ասեմ որ Տեր ջան, եկել եմ ոչ թե մի բան անելու, եկել եմ տեսնեմ ինչ ես անելու, որովհետև շատ ժամանակ տղաները կվկայեն որ մտել եմ կենտրոն, այժմ եղել որ հարցեր ունեն, ես ավելի շուտ փախել եմ, երբ որ զգացել եմ մի բան չկա Տիրոջից ասելու, այն ինչ որ իմ մարդկային խորհուրդն է լինելու, ես կարդացել եմ գրած է շնչային է ու դևային։ Ինչի համար մի հատ էլ այս մարդուն մի խորհուրդ տամ, որից հետո որ կարող է ինքը ասի, հələ լսի այդ ինչ է իր խորհուրդ տալիս ինձ։ Ես դες էլ ավելին ասեմ ու շատ կարևորում եմ, որ գիտեք, դաժե Աստվածաշնչից եթե ես տեղեր գիտեմ, չի նշանակում որ ես այդ տեղերով կարամ արդեն խոսեմ։ Հա, մեր մոտ մի հատ աղբեր էր եկավ նայեց մեր տղաներից մեկի վարկը լավը չէր, մի քիչ վատ պայեց այդ տղան իրան, իրոք վատ պայեց եւ իրանց հանդեպ, էլի։ Հա, ու այս աղբերը ասեց դուրս հան իրան։ Ասում եմ ինչի համար։ Դե ասում է գրված է убери кошевника, статут твоего очистится։ Ինքը հոդի մեջ խոչընդոտ է, ինքը այն մեկն է, որին որ դուս պետք է անես։ Ասում եմ ես ստեղ որ նայես ամեն մեկս ենք էլ ինձից սկսած խոչընդոտ ենք։ Նեն չոր մենք պաստարանին այս մի լավ վիճակի մեջ ենք, ուզում եմ ասեմ, հարցնում եմ Տերը քեզ ասեց։ Զարմացած երես են Այմյանի։ Տերը ասեց ոնց, ուզում եմ իմանամ այդ խոսքը քեզ Տերը ցույց տվեց։ Ես գիտեի այդ խոսքի տեղը։ Ես մի ուրիշ խոսքի տեղը գիտեմ, Տերն 99-ին թողը մեկի հետևից է գնացել։ Մեսի այդ մեկերից է։ Տերը գցե վզին, բերե գցել է իր հոդի մեջ։ Ես այդ ինչ դուխ ունեմ, հանեմ դուրս անեմ։ Հասկանում եք։ Հա, մտածելու տեղ է տալիս, որովհետև ուզում եմ էլի իրար այդ մի տեղ էլ կարդանք, այս երկրորդ Կորինթացիների մեջ է գրված, երկրորդ Կորինթացիների 3-րդ գլխի մեջ Вы показываете собой, երրորդ խոսքից եմ կարդում, собою, что вы письмо Христовое через служение наше, написанное не человеческое, но Духом Бога живого, не на скрижалах каменных, но на плотских скрижалах сердца. Такую уверенность, если сейчас կարևորում եմ, такую уверенность мы имеем в Боге не через Христа, не потому, что мы сами способны были помыслить, что от себя, как бы от себя, но способности наши от Бога. Он дал нам способности быть служителями Нового Завета. Не буквы, или не буквы, но дух, потому что буквы убивают, а дух животворит.
Հա, մենք շատ լավ հասկանում ենք ինչի մասին է խոսակցությունը։ Տերը ասում էր, երբ որ ես երկրպագուներ եմ ուզում հոգով եւ ճշմարտությամբ, ինքը տեղերն են չի որ չգիտեր ինչի համար էր հերթականությունն ասում, հոգով եւ ճշմարտությամբ։ Այս գրքին մենք եթե ոչ հոգով մոտենանք, այս գիրքը ճշմարտություն չի լինելու, որովհետև այս գրքով շատերը խառնվել են իրար ու մի ուրիշ ճամփով են գնում։ Այս գիրքն է Եհովայի վկաների ձեռը, այս գիրքն է մորմոնների ձեռը, այս գիրքն է եւ մասոնների ձեռը։ Բայց եթե այն հոգին չէ, որ նոր գիտեք ինքը լուրջ գաղտնագիր է։ Շատ լուրջ գաղտնագիր է, որ նոր մեծ Սուրբ Հոգովը բացվել է։ Ես առաջի անգամ որ Ավրահամ ու Իսահակ կարդում էի ու Տերը բացեց որ այդ մարգարեությունը եւ լուրջ ուսմունք է, լուրջ խորհուրդներ կա, բայց եւ ամենակարևորը մարգարեություն է, որ նայում ես որ Իսահակը ինքը փեդը վերցրեց վրեն ու ես շատ լավ կարդացել եմ մարգարեների մեջ, մարգարեության մեջ գրված է դրևը возьмёт Իսահակը Իսահակ օրինով, Իսուսը Իսայի եբրեների մոտ գրված պրաոբրազներ, խորհուրդներ Իսուսի, հայրասու խորհուրդներ Ավրահամը, երբ որ Հելան ով էր փեդը տանողը, այդ սարի անունը Գողգոթա էր, տարան դրեցին, որ նայեք տեսնեք որ այն մարգարեությունն էր, որ նոր լինելու է, որովհետև այս Աստվածաշունչ մայծանը սկզբից մինչև վերջ Քրիստոս է խոսում։ Եթե Հովսեփը Քրիստոսի պրաոբրազը չի, ուրեմն մի հատ է փրկիչ կա Աստվածաշնչի մեջ։ Իսրայել ազգի փրկության պատճառը դարձավ Հովսեփը։ Բայց մենք գիտենք, որ ոչ ուժով էր, ոչ կարողությամբ, ոչ զորությամբ, այլ մեր Տիրոջ հոգին էր Հովսեփի վրա։ Ու նորից մասին ենք խոսում, նորից Քրիստոսի։ Երբ որ ես Ստեփանոսին էի տեսնում, որ ինքը նույն բառերը ես Եբրայերենի բնագրի մեջ մենք հուներենի բնագրի մեջ մենք նայեցինք Կարեն աղբորս այդ Զորաբյանի, գիտեք դասլովնի նույն բառերը նույն ձևի ինչ որ Հիսուս խաչի վրա ասեց, այդպես Ստեփանոսի բերանով ասեց։ Ու մենք տեսնում ենք, որ եթե մենք այդ հոգով ենք, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք։ Այդ հոգով եւ ես այս ճշմարտությամբ, որովհետեւ եթե մենք մինակ հոգով փորձենք շարժվենք, գիտեք, մեկը կա ասում է լույսի հրեշտակի պես կգա։ Նենց կխապի։ Հոգով եւ ճշմարտությամբ։ Ու ամեն անգամ ես նորից եմ ասում, ամենամեծ փափակս է որ ես վիճակի մեջ լինեմ, Տերենցի չի կանչե, ու ամենակարևորը որ ես ծառայեմ։ Ում մեջ Քրիստոս կա չի կարա չծառայի։ Բայց Տերն ինձ կանչել է փրկելու համար։ Ես օրում նենց անհանգստացել էի վերականգնողական կենտրոնի համար, բաներ եմ մտածում, հա էս անեմ, մեն անեմ, Տերը նենց հետարքիր խոսեց հետս, ասում ես քեզ չեմ կանչել փրկելու, քեզ կանչել եմ փրկվելու համար, չեմ կանչել որ սովորացնես, կանչել եմ որ սովորես։ Կանչել եմ ոչ թե բեռնավորելու, այլ կանչել եմ բեռնաթափելու, նենց էս բեռնավորվես գործով։ Գիտես, Տիրոջ գործը քաղցր է ու թեթև, կողից նայելով կարող են ես ամենաշատ որ վախենում եմ կուրք չդառնա այս ծառայությունն ինձի։ Հանգարց չլինի, ես ժամանակ առ ժամանակ ծառայության մեջ ենքան եմ մտածել որ կորցրել եմ գլուխս։ Մի ամիտ տեղը մինչև մի հատ, գիտեք, Աստվածաշունչն ասում է «Приду и поправлю светильник твой»։ Ես մի հատ թափ է տալիս, Տերը գիտե ինչ է թափ տա, ով որ ծառայության մեջ է շատ լավ հասկանում են ինչի մասին եմ խոսում։ Երբ որ գալիս մի հատ թափ է տալիս, որ կանգնի, առանց ինձ ուր ես գնում, ուզում եմ մի վկայություն վկայեմ։ Մի ժամանակ եղավ, երբ որ այս ձեռքս վերև չէի կարում հանեի, մի ահավոր ցավ ու չէր թողում այս ցավը։ Ողնաշարիս հետ էր կախված ինչ որ տես մտածում էին ու երբ որ գալիս էի մի դիրքի, ես sense ձեռքերս դնում գլուխս դնում էի ծնկի եկած այդ վիճակի մեջ թողում էր դա աղոտքի իմ դիրքս է ես հենց այդ դիրքին գալիս էի ինքը թողում էր ու դենց մի ամիս մի օր չեմ չափազանցում մի ամիս կինս տեղ նստած է հա ու ես այդ վիճակի մեջ աղոտում եմ ու իշքան որ բժիշկներ եկեղեցում ունենք իշքան որ բժիշկ աշխարհից ենք ճանաչում դու ասեղնա բուժերից բռնած եկան ու գնացին օգուտ չտվեց ես այդ վիճակի մեջ մինչև որ գիտեք վերջի այդ ամիսի վերջի օրերի մեջ Տերը խոսեց երբ որ ասում է հիշում ենք մենք այս տեղը որ նստավ Տերը լոդկեն որ պետք է գնար որ քնավ լոդկի մեջ հիշում ենք Տերը նենց հետարքիր մի տեղի ցույց տվեց ինձ ասում է հետից նստողները ասնավնոյ այդ ձգնորսներ էին այս ձգնորսները օրը 5 անգամ ծովի մեջ մտնում հելնում էին 10 անգամ իրանց նավ քշելու մեջ պետք չէր օգնել
Իրանք նեն ծոպտնի նավավար էին որ այդ լոդկեն քշող էին որ դրա համար էլ Տերը պետք չէր որ Տերը պետք եղներ այդ մոմենտը իրանց չէին թողա քներ կասեին արի հանգարց մի ամի տեղը կարող է լավ չքշենք ու ես էլ սաղ կյանքս այստեղ երկի հետ ապրելուց իմ սաղ կյանքս տեղ է անց այստեղաների հետ է անց երեխա ժամանակվանից փողոցը ու իրանք են եղել իմ հետ այն ժամանակից մինչև հիմա ու արել է այստեղ եկին հետ չիտեմ ուր էի գնում Տերը պրոստը մի հատ ցույց տվեց որ ստեղ ես եմ ղեկավարը ես եմ ստեղ առաջնորդը դու արել ես ոդ նուր ես գնում հարկ եմ տալիս իրան ես շնորհակալ եմ որ ինքն ինձ կանգնեցնում է ժամանակ առ ժամանակ ու ցույց է որ Դավիթ ախպերը շատ լավ է ասում է Տերը մեզի կանչել է գլուխ ոչ թե ինքնագլուխ էլի հա շատ սարսափելի է որ սկսում են ինքնագլուխ գնալ էլի գիտես հարցնես պետք է անպայման ամեն անգամ ինչ ես դու ուզում որ ես անեմ ես նենց աղոթքներ կա բերտեն հենց հետարքիր մի տեղ էր որոնք որ Տերը ասում է ուստամ մի վաշը մի նաուչու վաս ձեր բերանով ձեզ սովորացնելու եմ այն բերանով ենքը ասում եմ քեզանով հորժարվեմ քեզանով հրաժարվեմ դժվար թե սատանան նենց է քացով տվե գլխիս դժվար թե ես գլխիս մեջ ես մտածեի դες մտքեր բան ես գիտեմ այդ մտքերն ուր դեղից է վարք իրան ես մտքերի համար իրոք իրանով հոժարվեմ իրանով հրաժարվեմ գիտես ինչքան բաներ է եղել որ փառք եմ տալիս իրան որ ինձ վիգտնի էր ինձ քիմքին շատ հարմար էր ինձի համար շատ լավ էր բայց այդ րոպեին պետք էր ես հրաժարվեի հետո հասկացա որ ինչ լավ է որ հրաժարվել եմ Հարկ քեզի, ինչ լավ է որ ես քեզ հետ եմ, ինչ լավ է որ ինձ պայում ես, ինչ լավ է որ իմ հետ ես, ու դու ես առաջնորդը, քո թակավորությունը կա քո կամքը լինի, ես իրական է, մենք կարանք ժամանակ առ ժամանակ թմրենք, սատանայի ամենամեծ ստերից որ ես տեսել եմ, մի հետարքիր բան եմ տեսել, քարոզներ ես լսում որ որտեղ որ ինստրուկցիա են տալիս, սենց կանես, սենց կանես, սենց կանես, սենց կլինի Մեկ այդ ինստրուկցիան անում ես չի լինում, հետո ասում ես վայ, կարող է Աստված չկա, չէ Աստված կա, պրոստը այս ինստրուկցիան հետ կապ չունի Աստծու հետ։ Մեկի կյանքի մեջ է, թե ինչ որ մի հայտնությունը գործել է, չեղա որ սաղի կյանքի մեջ այդ նույն հայտնությունը գործելու է։ Այդեն չի, Տիրոջ հետ կենտանի հարաբերություններ է պետք ունենալ։ Այս է ամենակարևորը։ Իր հետ կենտանի հարաբերությունները։ Ինք ամեն մեկիս անատական կանչել է, ճիշտ է շատ կարևոր բան է կանոնը։ Շատ կա իմ այս վերջում աղբերներից մեկի հետ հանդիպել էինք խարիզմատ աղբերներից էր ասում է լսի քո երած գործը նայում եմ հասկանում եմ քո խելքի բանը չէ ուզում եմ հասկանամ հաջողություններից ինչն ես ասում եմ գիտես իմ ամենամեծ հաջողություններից մեկն համարում եմ որ ավակ աղբերների հետևից եմ գնում այդ իմ հաջողություններից ամենակարևորը որովհետև ես այս 2013 թվից այս ծառայության մեջ եմ գիտեք ինչքան եմ սխալվել Գիտեք ինչքան եմ ծեծվել, գիտեք ինչքան բաների մեջով եմ անցել, սա նրա մեջ որ մեկ-մեկ փորձում ենք նենց մենք հա, որտեղ էլ որ Տերը չխոսեց, արդեն փորձում ես ինքնուրույն ինչ որ մի բան անես, բայց երբ որ դեմից այդ ավակ աղբերներն են գնում, երբ որ առաջից եկեղեցին է, գիտեք, արդեն հաղթած շատ կարևոր է ու շատ լավ բան է։ Էդի մեկը ու էլի շատ կարևոր բաժիններ։ Ամեն ինչի մեջ իր անունը փառավորվի։ Նորից այսօր ավակ աղբերներին ասելով, ընդեղ էլ նայում ես որ Տիրոջով, գիտես, հավատացած ես որ Տերը հենց ինքն է իրանց մեջով գործում ու նույնն էլ մի հատ շատ կարևոր էլի իմ համար եմ էլի վերցրել, ամենակարևորներից մեկն համարում ես որ Տիրոջ հետ հարաբերությունների հետևանք պետք է լինի եւ ծառայությունը։ Ոչ թե ծառայությունն է առաջնայինը լինելու, այլ չէ Տիրոջ հետ հարաբերությունների հետևանք լինի ծառայությունը։ Ես ժամանակ առ ժամանակ, որի մեջ շատ տկար եմ, որի մեջ շատ կաղում եմ ու նորից հետ եմ գալիս, նորից սկսում եմ հարաբերություններս վերականգնեմ, որովհետև Տերը ինձ չի կանչել, հա, աշխատանքի նշանելու, նշանակել։ Տերը ինձ կանչել է երկինք տանելու։ Տերը ինձ կանչել է ոչ թե ես իրան օգնեմ, զարմացնեմ, այլ ինձ կանչել է որ ես խելոք խոնարհու հետ իր հետևից գնամ։ Իմ ընկերներիցս մեկը մի 4 օր առաջ զանգել էր Դրանից առաջ մի զանգում էր, ասում էր Ամերիկայում է։ Բան չմնաց, ես մի քանի գործ էլ անեմ, ես այդ քո գործին ուզում եմ շատ օգնեմ, էլի։ Ու բանից է, ինքն էլ հոգևոր աղբեր է։ Ու հենց խոսում ենք միշտ գործերից էր խոսում։ Գործերը, այս վերջում ունենց էր մի հատ այդ գործերը տրակվի որ մի հատ խայտարակ վիճակի մեջ էր։ Զանգել եմ մի ժամ ու կես հետս Քրիստոսից է խոսում ու հետն էլ ասում է
բանը, գիտես, բայց всё-таки լավ չեղավ, որտեղ ասում եմ, գիտես, մի օր ինձ մի $20,000 գրգե իր ավելի տխուր կեղնեի, քան ստեմի տեսնում եմ, որ ինչ խոսում են Քրիստոսից ես խոսում, ես ինչ լավ է, եսի ավելի լավ է, քան են կողերգատ, ես մի տեղ եմ, որտեղ որ կարիք չեմ կարա ունենամ, եթե դաժե մենք ուտելու բան չունենք, ուրեմն Տերս դենց է որոշե, ծոմ կպահի, խայտյա մի օր չեմ հիշում, որ մի հատ հանգարց եղած եղնի, որ մի անգամ ասենք, տեսնես ես, որ ինչ պետք է անենք, դենց բան չկա, իր հետ ապրողը կարիքավոր չի կարա, հարկ իրան, հələ ավելցուկ կունենանք ու կարիք չենք ունենա, մենք խոզ ունենք, խոզերն եք երեն ուտում, ավելցուկ չունենանք որտեղից են ուտելու, հա, ամենի նայեք հետաքրքիր մի բան եմ ուզում ասեմ, որ ինձ հետաքրքիր է, որ իրոքի սերդե ամբողջ սերդով է ասում, եսի ավելի լավ է ու ավելի կարևոր է։ Նենց որ մենք մարդ ենք ման գալիս որ տեսնիսով հագարակը ես որ այս ծառայության մեջ եմ, ես շատ լավ եմ հասկանում որ հանես ինտերնետ հարտակ, սկսես ցույց տալը, հա, գիտես, մեկի հոպ направленին փոխվելու է, սկսելու ես արդեն շահարգելը, որ տեսեք ինչ ենք անում, կարող է ուզում եք անեք, ես էլ որ նարկաման եմ եղել ու հանցագործ, գիտեք ես ինչ սաբրազիցելնի եմ։ Ինձ որ բաց թողամ ես այդ հարտակի մեջ, մի ժամանակ հետո ես էլ տիրոջ հետ գործ չեմ ունենա, ես արդեն լավ բիզնեսմեն կդառնամ այս բարտակում։ Մեր ամենամեծ պայքարը մեր անձերի դեմ է։ Մեր ամենամեծ պայքարը, որ իր թակավորությունը գա ու իր կամքը լինի։ Մենք պաստայանի իմ անձս հա ուզում է առաջ գա։ Իմ անձս հա ուզում է առաջի շարքերը նստի, առաջի շարքերը կանգնի, առաջից ինքը կգնա, ու եթե ես ինքս դրանով չզբաղվեմ, ով պետք է զբաղվի։ Ու ամենամեծ փափագս որ ինչ անեմ իրանով անեմ, իրանով էլ հոժարվեմ ու հրաժարվեմ։ Էս է շատ կարևոր իմ համար։ Հավատում եմ կիսվեցի ինչ որ մեկին եթե այս խոսակցությունը օգուտ տվեց, հավատում եմ Սուրբ Հոգին գիտե ինչ է անում։ Փառք եմ տալիս էլի մինակ ու մինակ իրան։ Այն շնորհքը որ նոր գործում է մեր վրա, այդ իրանն է։ Մենք հարի հիմի էլ անշնորհք ու դժոխքի արժանի մեկն ենք, մինչև եսօր։ Մենք չէ որ այնպես մի բան ենք դարել, չէ, կինս շատ լավ գիտե։ Մինչև այսօր էլ դժոխքի արժանի մեկն ենք, եթե մի փոքր վերեկս շնորհք կա, այդ իրանն է, իշքան ցկտենք որ ավելի մեծանա այս շնորհքը, ավելի մտնենք ենք ապա ես միշտ աղոթում խնդրում ասում եմ, ինչ վիճակ է ունեցել Պողոս Առաքյալը, հստակ համարձակ ասում է, ոչ թե ես, այլ ինքն իմ մեջ, ասում եմ, այս կուլմինացիա է, դա Աստված օրերից մի օր մենք էլ ասենք, ոչ թե ես, այլ դու իմ մեջ, փառք Աստծո ամենի համար, աղոթենք